Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, եւ այժմ մենք զրուցելու ենք Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Խուրշուդյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Նախընտրական Հայաստանի մասին ենք խոսելու, ինչ գործընթացներ են արդեն սկսվել, ինչին ենք մենք ականատես լինում։ Տեսնում ենք, որ լուրջ ընդհանումներ կան ներքաղաքական դաշտում, այսպես քանի որ եկեղեցին մտել է քաղաքական դաշտ, տեսանելի է, որ այս քննարկումները, խոսակցությունները, բանավեճերը եւ նաեւ մարտերը տեղեկատվական, որը ընթանում է իշխանությունների եւ եկեղեցու միջեւ, եկեղեցու վերնախավի, հենց նախընտրական քաղաքական բնույթ ունեն, որովհետեւ եկեղեցին չի ելթակցնում, որ ակտիվ մասնակցելու է քաղաքական իրադարձություններին, ստացել է այդ հանձնարարականը, ինչպես որ մեկ տարի առաջ Ռոբերտ Քոչարյանն էր այսպես հորդորում, նույնիսկ ավելի 2 տարի առաջ կարող է լինի, հորդորում, որ քանի որ դա մենք հեղինակություն չունենք, մեզ չեն վստահում մարդիկ, հիմա թող ուրեմն եկեղեցական վերնախավից ինչ-որ մարդիկ առաջնորդեն այս այսպես կոչված ընդդիմադիր շարժումը եւ դրանից հետո սկսվեց եկեղեցու ակտիվ ներքաշումը հանձինս Վազգեն Բագրատ Գալստանյանի, ով ղեկավարեց հայտնի Տավուշյան այդ իրադարձությունները եւ հիմա էլ նորից ուրեմն եկեղեցին արտաքին քաղաքական բաների մեջ որոշեց մխրճվել Շվեյցարիայում անցկացված այդ իրենց միջոցառման տեսքով դա արեցին, որը որ բնականաբար ստացավ իշխանությունների արձագանքը բավականին կոշտ, բայց այլ ոլորտում, այլ հարթության վրա եւ այսպես սկսվեց այս բանավեճը, որը որ կարծում եմ շատ ցավոք սրտի մակերեսային, այսպես ոչ բովանդակային քննարկում է։ Ես կգերադասեի, որ այս առիթը օգտագործվեր եւ եկեղեցու հանդեպ այս հետաքրքրությունը, կրոնի հանդեպ հետաքրքրությունը այս քննարկումների մեջ, որտեղ գնում է ծիսակարգային քննարկումներ, կուսակրոնության կարևորումը կամ հակառակը դրա չեղարկման անհրաժեշտության մասին է խոսակցություններ գնում եւ այլ, այսինքն որոշակի ծիսակարգային կամ գուցե նաեւ դավանաբանական ինչ-որ վերանայումների քննարկումներ զարգանան, որը որ հենց առիթ է պետք է հանդիսանա, որ խորացնել այդ քննարկումները, որտեղ եկեղեցին վաղուց ռեֆորմների կարիք ունի, բովանդակային ռեֆորմների, ոչ թե այսօր մակերեսային այս կարգի, ծիսակարգային, այլ հենց բովանդակային, դավանաբանական Եվ ես երբ որ նախորդ անգամ ձեր հաղորդման ընթացքում ասացի, որ ես դրան անդրադարձ եմ արել հեղափոխությունից անմիջապես հետո, շատերը սկսեցին հետաքրքրվել, գրում էին ինձ, թե խնդրում եմ հղում ուղարկել այդ նյութի, որը որ ժամանակ հրապարակել է ես։ Եվ ես այդպես անհատապես մի քանի հոգու ուղարկեցի, բայց կարծում եմ ճիշտ կլինի մի քանի բան ավելի մանրամասը խոսամ, որտեղ ոչ բոլորն են բացում կարդում, իսկ նրանք ովքեր կուզենան բացել կարդալ, խնդրեմ ձեզ տեղադրեք հղումը այդ նյութի այս հաղորդման ներքո։ Նյութը կոչվում էր Հռոմի Պապը եւ հայկական քրիստոնեության առաքելությունը։ Դա հրապարակվել է 19 թվականին, հենց բառացիորեն այս օրերին, հունիսի 7-ն էր, Եվ առիթը Հռոմի Պապի կողմից մի կարևորագույն դավանաբանական փոփոխության մասին էր խոսքը, առիթը, ուրեմն նա հռչակեց, որ փոփոխում է տերունական աղոթքում մի ֆրազ, երբ որ ասեց, որ գիտեք, որ տերունական աղոթքում կա այսպիսի ձևակերպում եւ մի տանիր զմեզ ի փորձություն։ Այսինքն Աստծուն դիմելով մարդ աղոթում է, ասում է մի տար ինձ ի փորձություն եւ Հռոմի Պապը ասում է չի կարող Աստված տանել ի փորձություն մարդկանց, դա սատանան է տանում ի փորձության եւ մենք ենք որ գայթակղվում ենք, Աստված այստեղ կապ չունի։ Եվ ասաց, որ պետք է փոխել ձևակերպումը եւ փոխեց իր հատուկ ուրեմն կոնդակով, փոխեց, ասեց եւ թույլ մի տուր մեզ, որ գնանք ի փորձություն։ Այսինքն մենք մեր կամքով ենք գնում փորձության, սատանան է մեզ ուղարկում փորձության եւ Աստծուն մենք կարող ենք դիմել, որ ինքը թույլ չտա, որ մենք գնանք ի փորձություն, Դա իրականում տեկտոնական փոփոխության մասին է խոսքը, որովհետև տերունական աղոթքը անկյունակարային ուրեմն բանաձևներ է պարունակում իր մեջ,
քրիստոնեությանը վերաբերող եւ ամենակարևորը դրա մեջ գնահատական է տրվում Հայր Աստծուն, հա? Կախված նրանից թե մենք ինչպես ենք ընկալում տերունական աղոթքը եւ այնտեղ նշված դրույթները, հենց դրանից էլ բխում է թե ինչպես ենք մենք պատկերացնում Հայր Աստծուն։ Հա, անկախ նրանից ով հիմա մենք խոսում ենք տեսական, որովհետեւ անկախ նրանից մարդիկ ովքեր հավատացյալ են, հավատացյալ չեն, հիմա քննարկում ենք մի բան, որը ուղղակի ազդեցություն է թողնում մեր հասարակության վրա, մարդկային հարաբերությունների վրա եւ եթե նոր ժամանակակից քրիստոնեությունը եւ նրա առանցքային ուղղությունից մեկը կաթոլիկությունը այսպիսի բարեփոխման է գնում, այսպիսի փոփոխության է գնում, ինքը ըստ էության հրաժարվում է 5 կտակարանյան Եհովա Աստծուց, որովհետեւ 5 կտակարանյան Եհովա Աստված հենց ինքն է ասում, որ այո, ես ձեզ կգայթակղեմ, ես չար բաներ կարող եմ անել, ես ողակալ եմ, ես ողերիմ եմ եւ ես հիշաչար եմ, ինքը իր մասին այդպես է ասում եւ դա գրված է ուրեմն մարգարեների կողմից, հա, նույն Մովսեսի եւ այլն, ահա այսպիսի Աստված, որը նաեւ ես անցած անգամ էլ ասացի, հա, հորդորել է ցեղասպանել ամալեկացիներին, հորդորել է գողություն անել հարևաններից, ուրեմն ելքից առաջ, այսինքն երբ որ Եգիպտոսից ելքեր կազմակերպել հրեա ժողովրդի։ Այս ամեն ինչը մերժվում է ըստ էության ժամանակակից քրիստոնեության կողմից եւ ասում է, որ Աստված դա չի։ Եվ իդեպ տարօրինակ չի եւ պատահական չի, որ նոր կտականում դուք չեք հանդիպի Եհովա բառը, հենց մեր հայերեն թարգմանություններում Եհովա բառը այնտեղ չկա, կա Աստված, որովհետեւ կա բացարձակ Աստված, աբսոլյուտ, հա, որը որ իմ կարծիքով հենց Քրիստոսը համարում էր, որ այդ դա է Աստվածը, հա, այլ ոչ թե Եհովան հենց դա էլ եկել էր վերախմբագրելու 5 կտակարանից, եւ կա այդ ողակալ հիշաչար կոնկրետ մի ժողովրդի, հրեա ժողովրդի Աստվածը, որը ասում է ուրիշ աստվածներին մի երկրպագեք, չի ասում ուրիշ աստվածներ չկան, ասում է ուրիշներին մի երկրպագեք, ինձ երկր, այսինքն բազմաստվածության ինչ որ մի էլեմենտ էր, որը որ հրեա ժողովրդին էր ու հետո Քրիստոսի ուսմունքում նման բան չկա, բայց Պողոս առաքյալի թեթև ձեռքով դարձավ համաշխարհային կրոնի Հայր Աստվածը, հա, թե ինչից վերցեցին, որ Եհովա Աստվածը պետք է լինի քրիստոնեության Հայր Աստվածը, դա էլ մենակ Պողոս առաքյալը գիտեր, մեկ էլ եկեղեցու հայրերը հետագայում, որոնք որ քվեարկություններով տարբեր բաներ են որոշում։ Ուզում եմ ասեմ, որ եթե մենք հրաժարվում ենք սրանից եւ ավելի այսպես այն ռեֆորմները, որը անհրաժեշտ է եկեղեցում նաև իրականացնում ենք, իսկ այսօրվա եկեղեցու վերնախավի հիմնական պատասխանատվությունը նաև նրանում է, որ ինքը ոչ թե գալիս է ճշմարտությունը փնտրելու, որոնելու եւ այդ հին գրքերում գտնելու, այլ ինքը գալիս է ուղղակի իր նեղ շահերը սպասարկելու համար, իր նյութական շահերը, փառասիրությունը, իդեպ այդ փառասիրությունը ահավոր զարգացած է մեր եկեղեցում եւ ունայնությունը, հա, տեսեք, այս վերջերս էլ տեսա մեկը եկեղեցականներից, ուրեմն ասում է, ես այս եկեղեցու տեր ու տիրակալն եմ եւ ես եկեղեցու իշխանն եմ։ Այսինքն մեկն էլ ասում էր ինձ թագավորի պես պետքա պահեք, եթե ուզում եք ես բիզնեսով չզբաղվեմ, այսինքն այս մարդիկ իրենց պատկերացնում են թագավորներ, իշխաններ, հա, թե որտեղից է իրենց այդ բաները, ուսադիրները իջել իրենց ուսերին, այտենց էլ անհասկանալի է։ Եվ այս պայմաններում ես կարծում եմ, որ դա հենց շարունակությունն է այն արժեհամակարգի, որը թաքնված է այսօրվա քրիստոնեության այն մի հատվածում, որը հիմնված է հին կտակարանի վրա եւ հին հրեական ավանդույթների վրա, էլի առանց որևէ մեղադրանքի հրեա ժողովրդի հանդեպ կամ Իսրայելի հանդեպ, որտեղ այսօր ես անցած անգամ էլ նշեցի, որ հենց հրեաները իրանք իրենց առաջին դեմ հատվածը վերանայումների են ենթարկում, այդ թվում իրենց տանախը, այսինքն նաեւ իրենց հետո դրանից հետո եկած ուսմունքները, հրեական տարբեր ուղղություններ կային, գիտեք եւ այլն, եւ սիոնիզմը հատկապես վերանայումներ են ենթարկում, ասելով որ դա իրենց մեջ շատ մարդատյաց բաներ է պարունակում եւ հարիր չի ժամանակակից մարդկությանը եւ այդ թվում հրեա ժողովրդին ժամանակակից։ Բայց մեր մոտ ցավոք սրտի նույնիսկ հրեաներն են իրենց այդ հին պատմությունները, հին լեգենդները, որոնք կենտրոնացած են հին կտականում վերանայման ուզում ենթարկեն գոնե ազդեցությունը կրոնի վրա, բարձ է, պատմությունները չես վերանայ, պատմություն է, բայց հայ առաքելական եկեղեցին այդ դոգմատիկայի մեջ այսպես թաղվել է, ոչ մի քայլ այս կողմ չի ուզում անի, որտեղ դա կարողությունը չունի։ Ես վստահ եմ, այսօրվա եպիսկոպոսած դասի մեծ մասը ընդհանրապես գաղափար չունի, ոչ դավանաբանությունից, հա, խորքային նկատի ունի, ոչ աստվածաբանությունից, ոչ կարդացել է նույնիսկ ծայրից ծայր հին ու նոր կտակարանները։ Եվ պատահական չի, ասենք կաթողիկոսը իր գյուղում ինչքան ընկեր ու ծանոթ է ունեցել, եպիսկոպոս է ձեռնադրել, ասենք այդ է սկզբունքը եղել, իր հարևաններին, ընկերներին, չգիտեմ, բացեք եպիսկոպոսած դասի մի հատ կենսագրություններ նայեք։
Պատահական չի, որ կանոնաներից մեկը, որին վտարել էին եկեղեցուց այս բիզնեսմենները, ասում է, այս մարդիկ թող գան, մի հատ բանավեճ անենք կրոնի շուրջ, ինչ որ դրույթների շուրջ, աստվածաբանական ինչ որ հարցերի շուրջ քննարկում անենք։ Կտեսնեք ինչքան բոբիկ են, ոչինչ բանից տեղյակ չեն։ Բիզնեսմեն մարդիկ են, որ ձևը գտել են, հա, հարմար է, մի հատ փիլոնը հագնում ես, այնտեղ ինչ որ հիերարխիայով, կաշառքով կամած առաջ ես գնում, ձեռի հետ էլ բիզնես ես անում, որ այդ փողերը գոյանա, լավ էլ այնց կյանքը դասավորվում է։ Այդ մարդկանց պատկերացումները կրոնի եւ հավատքի մասին, բայց հավատքը եւ կրոնը ինքը շատ մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա եւ դրա վերանայումները, ռեֆորմները մանավանդ ժամանակակից դարում, երբ որ արհեստական բանականությունը արդեն մուտք գործում աշխարհ եւ դրան դիմակայելու, դրանց եկող վտանգները չեզոքացնելու հարցեր նաեւ արժեքային դաշտում է պետք դիտարկել։ Եվ մենք իդեպ արժեքային դաշտում բաներ ունենք, որ նույնիսկ շատ առաջադեմ է, նույնիսկ քան Քրիստոսի ուսմունքը, չեմ ասում նույնիսկ քրիստոնեությունը, որը Սասնա ծռերում է ամփոփված։ Տեսեք, օրինակ մի հետարքիր դրվագ բանում 5 կտակարանը չեմ էլ վերցնում, ես ասացի արդեն, ասում եմ գնացեք նորացիներին նույնիսկ բնաջնջեք ամալեկացիների դեպքում, հա, ընդհանրապես որպեսզի դրանց հողը վերցնի։ Այնց ուրիշ մեղադրանքներ չկար առանձնապես, հա, ասում անաստված են իրանք ինձ չեն պաշտում եւ այլն, դե բարձր, ուրիշ ժողովուրդը ուրիշ աստվածա պաշտել։ Բայց հատկապես որ հողը, որ ասում եմ ես ձեզ եմ այս հողը տալիս, հա, ավետում, հա, ավետիաց երկիր, չէ, գնացեք խլեք իրանցից բոլորին բնաջնջեք։ Քրիստոսը գալիս է վերանայում է, դա ասում է, բայց այնտեղ մի բան կա։ Նախ մի սպանանիրը կա իհարկե, այդ 5 կտակարանն էլ կար մի սպանիր, բայց 5 կտակարանում բարձում է այդ մի սպանիրը հատկապես հрьяաներին էր վերաբերում կամ մի գողանա, որովհետև չի համընկնում այն ասածների, այն պատվիրանների հետ, որ ուղիղ Եհովան իր ժողովրդին ասում է, հա, որ ասում է գնացեք գողացեք կամ գնացեք բնաջնջեք։ Բայց Քրիստոսը ասում է ով սրով կգա, սրից էլ կմահանա, հա, այսինքն, հա, ինքնապաշտպանության իրավունքն է, այսինքն չի ասում դուք սրով գնացեք ուրիշի վրա հարձակած, բայց ասում է եթե սրով գա, սրից էլ կմահանա։ Բայց հայկական էպոսում շատ ավելի առաջադեմ ձևակերպում է։ Տեսեք Դավիթ ինչ է ասում, երբ որ Մսրա Մելիքին սպանում է, դա Չարիքի բանն էր, որ եկել էր ուրիշ ձև չկար, հա, իրեն հաղթելու, իրեն պետք էր ոչնչացնել։ Բայց սպանելուց հետո ինքը զորքին չի կոտորում, չի ոչնչացնում։ Ասում է գնացեք ձեր տներով ու գնացեք ասեք, որ էլ Սասունի վրա, Հայաստանի վրա թրով չգաք։ Այսինքն թրով չի սպանում թրով եկածներին, այլ ներում է եւ ասում է գնացեք էլ չգաք ստեղ, որտեվ վատ կլինի ձեր վիճակը եւ գնում են էլ չեն գալիս։ Եվ իդեպ դա Արցախյան առաջի պատերազմի ժամանակ էլ այսպես բնազդորեն կիրառվել է նաև մեր զորքերի կողմից, ովքեր որ անդադ միջանցքներ են բացել թշնամու նահանջի համար, այլ ոչ թե շրջափակել են ոչնչացնելու համար։ Դա նաև մարտի կանոնների մեջ այսօրվա ժամանակակից մարտի ցույց է տալիս արդեն գիտականորեն հիմնավորում են դրա էֆեկտիվությունը, որ շատ ավելի ձեռնտու է մարտի ժամանակ վիրավորել թշնամուն, քան սպանել։ Որտեղ եթե դու վիրավորում ես, դու խնդրեմ ես ստեղծում թշնամու համար այդ վիրավորին տեղափոխելու։ Եվ առնվազն եւս 2 հոգի մինիմում զբաղված է լինելու, 2 զինվոր զբաղված է լինելու այդ վիրավորի հարցերով։ Էլ չեմ ասում այդ վիրավորին հետո բուժելը եւ այլն, ծախսերը եւ այլն, բայց այդ մի մարդասիրական հարց, այդ ուրիշ հարց, բայց զուտ մարտի տեսակետից ավելի ձեռատալի վիրավորներ, որոնց վրա շատ մարդ կզբաղվի, քան թե սպանես արդեն դիակը կսպասեն մինչեւ մարտը բրծին, որ դիակը տեղափոխեն։ Տեսեք այդ նաեւ ռացիոնալ տեսակետից ինչքան ավելի լավ է այս տիպի առաջադեմ մոտեցումները, մարդասեր մոտեցումները կիրառելը, որը հենց մեր հայկական բուն ավանդույթներում կա։ Եվ չեմ ասում քրիստոնեությունը շատ օտար է, կոնե Քրիստոսի ուսմունքը այդքան օտար չի, որտեղ ինքն էլ տարածաշրջանային հավատալիքների արդյունքում է ձևավորել, ինքը հին արևի աստծու արգասիքն է, որը եւ իդեպ հայրերն էլ քրիստոնեության օրոք չի ծնվել։ Նախաքրիստոնեական ժամանակներից դեռ Եգիպտոսից գալիս է այդ հետարքիրը, այդ նույն ձևակերպներով բառացի այդ աղոթքը կա, հա, հորն ուղված, հայր աստծուն ուղված աղոթքը։ Ուզում եմ ասեմ, որ այս ամեն ինչը պետք է հասկանալ, իմանալ, ճանաչել, նաեւ ինքնաճանաչողության համար, բայց նաեւ ռեֆորմների ենթարկելու համար, այլ ոչ թե դոգմատիկային այսպես կարճած գնալ առաջ եւ այդ արժեվում ոչ մի բան, ոչ մի լավ բանի չհանդիպել։ Ինչու ենք հիմա այդ հարցերին անդրադառնում։ Մենք սկսեցինք մեր զրույցը նախընտրական Հայաստանից եւ հիմա խորանում ենք եւ Հայաստանում էլ է խորանում ուշադրությունը այդ թեմաների
հանդեպ ինչու։ Որտեւ այդ հարցերի պատասխանները վերջը պետք է տրվի։ Ամեն ինչ որ մակերեսային քաղաքական պայքարով չի արտահայտվում, կան շատ ավելի խորքային խնդիրներ։ Խորքային խնդիրներ, այդ թվում եկեղեցու ինստիտուտի զարգացման, ռեֆորմների եւ զարգացման։ Օրինակ հիմա ասում են, «Օй, այդ ինչի եք դիպչում եկեղեցու ինստիտուտը, դա սրբության սրբոց է»։ Ասենք ինչ պատասխան եք այդ։ Պատասխանը որ պետք է ռեֆորմներ ենթարկել, պետք չի ամեն ինչ սրբադասել արհեստականորեն։ Դա կեղծ կատեգորիա է։ Ամեն ինչ պետք է ռեֆորմների ենթարկել։ Եթե մենք ինստիտուտները քաղաքական, տնտեսական ռեֆորմների ենք ենթարկում ժամանակին համահունչ, չի կարող ինչ որ դոգմատիկա հավերժ լինել, մանավանդ որ կառուցված է ստի եւ կեղծիքի վրա, կառուցված է 5 տակարանյան անհասկանալի ինչ որ PR-ի վրա։ Քաղաքական ենթատեքստ կա այս ամբողջ այս թեմայի մեջ։ Միանշանակ, առանց այդ ռեֆորմների հնարավոր չի նաև վերնախավը եկեղեցական փոխել։ Եթե այդ վերնախավն է իր հիմքերի հիմքը այդ արժեհամակարգը, Եհովական արժեհամակարգը, հա, վատիմաստով Եհովական, վատիմաստով, որտեվ ես ոնց որ այդ հոդվածում ցույց եմ տալիս նաև, այնտեղ ավելի եմ բացում այդ արժեհամակարգը, դա ուղղակի խայտարակություն է, դա գիտեք, մի օրինակ էլ բերեմ, որը ընդհանրապես հարից չի հայկական ոչ մենտալիտետին, ոչ մեր էպոսում տես բան չես կարող ուղղակի հանդիպել։ Աբրահամը, տեսեք, նահապետը, հա, ոչ միայն քրիստոնեության, նաև աբրահամական բոլոր կրոնների նահապետն է Աբրահամը։ Ինքը, չգիտեմ, գիտեք թե չէ, Սարան իր քույրն է եղել, այսինքն իր հորից նույն հայրն են ունեցել, տարբեր մայրեր են ունեցել։ Բայց լավ, ասենք թե այն ժամանակ ընդունված էր փարավոնների ժամանակ էլ այդ ամուսնությունները լինում էին, հարցը դրանում չի, հա, հարցը նրանում է, որ ինքը երբ որ գնում են Եգիպտոս, փարավոնի հետ ինչ որ տալ առնելիք է ունենում, հա, այսպես պարզ ասած Աբրահամը, որպեսզի գայթակղեն փարավոնին, ինքը չի ասում, որ սա իմ կինն է, ասում է իմ քույրն է։ Այսինքն որպես քույր ներկայացնում է, որպես կին չի ներկայացնում եւ փարավոնը արդեն ինչ որ հույսեր է արթնանում մոտը, վերջը քիչ էր մնում կենակցեր կնոջ հետ։ Այսինքն բարոյականության իսպար, բարոյականություն զուրկ մարդիկ, որոնք որ նահապետ են դարձել ամբողջ կրոնների եւ այլն։ Գոնե մեր պատկերացման բարոյականության, հա։ Հա, տարբեր ազգեր, տարբեր բարոյականություններ ունեն, չեմ կարծում ժամանակակից հрьяաների համար էլ դա բարոյական է։ Փոխվել են ժամանակներ։ Դրա համար եմ ասում, այդ ամեն ինչը պետք է ռեֆորմների ենթարկվի։ Չի կարող 3-4000 տարի առաջվա բարոյական դոգմատները, որոնք որ բարոյականության հետ ժամանակակից որևէ կապ չունեն, հիմք հանդիսանան որևէ ուսմունքի եւ պատահական չի որ այդ ուսմունքի լիդերներն էլ այսօր շատ չեն տարբերվում այն մարդկանցից որոնք որ 5 տակարանում նկարագրած են եւ իրենք էլ ված չեն զգում որովհետեւ այն ինչ որ իրանք կարդում են եթե երբեմն կարդում են տեսնում որ իրենց շատ էլ համապատասխանում է իրենց նման է իրենք էլ են այդպես վարվում Սա ներկայացնում եք խորքային որպես խնդիր, որը լուրջ ուսումնասիրության եւ փոփոխության կարիք է զգում, ասում եք դուք։ Կան մարդիկ, որոնք դա դիտարկում են զուտ շատ պարզ անձերի մակարդակով Փաշինյան վեհապար։ Նու իրականում այդքան պարզունակ չի, որովհետեւ կան քաղաքական դրդապատճառներ, որոնց մասին անցած անգամ խոսեցինք բավական մանրամասն, բայց նույնիսկ քաղաքական դրդապատճառները էլի մակերեսային են շատ թե քիչ, եթե մենք խորանում ենք, որտեվ եթե մենք արժեքային դաշտ չմտնենք, մենալ եկեղեցու կապված հարցերում ո՞նց կարանք խուսափենք արժեքային քննարկումից։ Դրա համար էլ պատահական չի, որ վարչապետը արժեքային դաշտում է հարվածում եկեղեցին։ Ով է դատավորը։ Ժողովուրդը, ով։ Ժողովուրդը որտեղ քրիստոնեական ներգոյություն չունեն, որոնք կդատեն։ Դե գիտեք, քրիստոնեությունը ասում է մի դատիր, որ չդատվես, բայց այդ նշանակում է ամեն ինչ թողել Աստծո հայեցողությանը, ով ինչ ուզում է թող անի, դու մի դատի։ Ինչ խախտումներ, ինչ անբարոյականություն, ինչ սրիկայություն ուզում են թող անեն, դու մի դատիր, բայց կներեք, կա նաև ժամանակակից համակեցության սկզբունքներ, օրենքը հələ իր հերթին, հա, որ գողանալ չի կարելի հարկերից խուսափել չի կարելի, որ նաև եկեղեցին պետք է մտցնել հարկային դաշտ, հա, այդ որտեղից են հնարել, որ պետք է եկեղեցին չհարկվի օրինակ։ Դա օրենքների դաշտում է, բայց նաև համակեցության կանոններ կա, որ եթե եկեղեցին ինքը ասում է, որ իմ կանոնները սա է, պետք է բարի լինի իր ղեկավարները բարի լինեն հետևեն առաջին իրենք հետևեն այդ, եթե ուզում են որ ուրիշներն էլ հետևեն այն արժեքներին, որ իրենք իբր թե տարածում են, իրականում ելի եմ ասում, այդ արժեքները շատ կեղծ են եւ կասկածելի շատ դեպքերում, հա, ոչ բոլորի իհարկե, որտեղ քրիստոնեությունը միայն 5 տակարանը չի նաև Քրիստոսի ասածներն է, բայց սա խառնվել է իրար եւ ով ինչ ուզում է միջից վերցնում է, ով ուզում է այն վատ բաների վրա է հիմնվում, ով ուզում է լավ բաների վրա է հիմնվում, հա, որը որ կարծում եմ ռեֆորմների պետք է ենթարկվի եւ Հռոմի Պապը հենց դրա մասին է ասում եւ ինքը տարավ դրան։ Այսինքն դա հսկայական տեղաշարժ էր, որ իդեպ մեծ ըմբոստություն առաջացրեց կաթոլիկ աշխարհում, բայց վերջը համակերպեցին ինչ պետք է անեն, ընտրված Հռոմի Պապը եւ իր ասածը, իր կոնդակը, ասենք դա որոշում է, որը որ ենթակա չէ քննարկման։ Հիմա խմբագրված է աղոթքանը։ Այո։ Այս
Փաշինյան եւ Կաթողիկոս թեման ընդհանրում ասենք, ինչպես ասենք, մեծ փոթորիկ բարձրացրեց հասարակության մեջ եւ ինչպես եք տեսնում հանգուցալուծումը, ինչպես եք տեսնում, այո, զարգացումը եւ այնուամենայնիվ հանգուցալուծումն է ավելի կարեւոր։ Հանգուցալուծումը տեսնում եմ այս քննարկումները արժեքային դաշտ տեղափոխելը եւ այդտեղ ցույց տալը իրենց բոբիկությունը։ Հենց եպիսկոպոսները հատ-հատ պետք է այս քննարկումներին մասնակցեն։ Հասարակ մարդկանց հետ, աստվածաբանների հետ, այլ քահանաների հետ, որոնց իրենք վտարել են, այն իրոք արժեքներին հետևող քահանաներին, եկեղեցական, որոնք կարդացել են Աստվածաշունչը, հիմնել, նորնել, կտակարաննել, հասկանում եք, որոնց համար կրոնը դա բիզնեսը չի, եկեղեցին բիզնեսը չի, այլ իրոք մի տեղ է, որտեղ որ մարդիկ հոգևոր սնունդ են գնում ստանալու։ Եվ մյուս կողմից ես այս ամեն ինչը պետք է օգտագործել, որպեսզի մարդիկ, հատկապես հավատացյալ քրիստոնյաները, կարդան, բարի լինեն, կարդան այն արժեքների մասին պատմող գրքերը, որոնց իրենք դավանում են կամ համարում են, որ դավանում են։ Կարդան այն Աստծո նկարագիրը, որին իրենք կարծում են, որ պաշտում են եւ որպես Աստված են ընդունում։ Գիտեք, մի քիչ տարօրինակ է, երբ որ ասենք պատկերացրեք մարդ կորցրել է իր հորը, չգիտի, հա, ասենք իր հայրը, մեկ էլ մի օր մեկը գալիս ասում է ես եմ քո հայրը։ Ու ինչ որ հեղինակավոր մեկ ասում է, հա, ինչ որ մի տեր օրինակ գալիս ասում է, հա, ինքն է քո հայրը։ Այս մարդը մի հատ չի հարցնի, լավ, ինչ որ ապացույց կա, ես շատ եմ ուզում վեր գտնեմ իմ հորը։ Բայց գոնե մի ապացույց կա, որ դու իմ հայրն ես, թե ինչ որ շահադիտական ինչ որ բաներ ունես, եկել ես կարող ունեցվածքից ես ուզում տիրանաս, չգիտեմ, ինչ ուրիշ շահադիտական։ Ինչի ապացույցն եք դուք Ուզում եմ ասեմ, անհրաժեշտ է։ Մարդ պետք է իմանա ինչ Աստծու է հավատում։ Այն Աստծուն, որ ասում է ես ողակալ եմ, ես շիշաչար եմ, ես էս եմ, ամենավատ հատկանիշները ինքն իր դաժան եմ։ Թե այն Աստծուն, որ ասում է ես սիրո Աստվածն եմ, ոնց որ Քրիստոսն է նկարագրում հայ Աստծուն, ասում է Աստված սեր է։ Քրիստոսը լրիվ ուրիշ Աստծու է նկարագրում։ Հին կտականում լրիվ ուրիշ Աստված է նկարագրված։ Այդ տարբերությունը գոնե չզգալը դա ուրեմն հավատացյալի բան չէ, եթե դու իրոք հավատում ես, դու պետք է խորանաս, դու պետք է հասկանաս բանականությունը քեզ տրված է, որ դու հասկանաս ինչին ես հավատում, որ Աստծուն ես հավատում։ Լավ Աստծուն, սիրո Աստծուն, թե այն Աստծուն, թե քո համար այդ ամիջ խառը ինչ որ մի բան է, մի քիչ ստեղից, մի քիչ ընդեղից։ Ինչպես կարող է այս հարցը օգտագործվել ներքին պառակտման, խորացման կամ ներքին պառակտում ստեղծելու համար, չեմ ասում խորացման, նոր ներքին պառակտում ստեղծելու համար։ Պառակտումները քաղաքական դաշտում են լինում։ Կրոնական դաշտում պառակտումները լինում են հենց նրանից, որ եկեղեցին ռեֆորմացված չի։ Այս տարատեսակ հարանվանումները, որոնց աղանդ են անվանում, շատ սխալ է, չի կարելի այսպիսի որակումներ տալ։ Տարբեր կրոնական հարանվանումներ կան, որոնք տարբերվում են առաքելական եկեղեցու դավանաբանությունից, եւ նրանց ծավալը գնալով մեծանալու է, քանի դեռ այսպիսին է հայ առաքելական եկեղեցու ղեկավարությունը եւ սպասավորները այսպիսի վարք են դրսեւորում եւ մարդիկ հիասթափվում են, որտեղ նրանք որոնք ճշմարիտ հավատ են ման գալիս, տեսնում են, որ այս մարդիկ եկեղեցու կրոնի հետ կապ չունեն։ Այսինքն դուք աղանդների ավելացումը թվի եւ ընդհանրապես գոյությունը դրանով եք պայմանավորում։ Ես խնդրում եմ նոր ասացի, որ աղանդ բառը վիրավորական պետք է հարանվանություն անվանել է, որտեղ կրոնական հարանվանություններ, հա, ամեն մեկը տարբեր ձևով պատկերացնում, հա, այդ նույն հաջողությամբ քիչ ամենում ավետարանականներին էլ տարբեր ավետարանական եկեղեցիները բռնեն ինչ որ մարդիկ աղանդան։ Ուզում ասեմ, որ այո, իրանց թիվը շատանալու է եւ իդեպ պատահական չի, դա նոր բան չի, ժամանակին էլ պաբլիկյան շարժում կար Հայաստանում եւ էլի արժեքային դաշտում էր ինքը հաղթում այն ժամանակվա եկեղեցուն եւ եկեղեցին չէր կարողանում հաղթահարել, ինչ արեցին, գնացին բյուզանդիական կայսերներից զորք խնդրեցին, եկան կոտորեցին 40,000 մարդ եւ ղեկավարության եւ ժողովրդին, որ հավատում էր պաբլիկյաններին։ Ես չեմ ասում պաբլիկյանները լավ էին բատային, որտեղ իրանք էլ ընդհանրապես նյութականն էին մերժում, այսինքն նյութականը հոգեվորի հետ ներդաշնակ պետք է լինի իմ կարծիքով, ցանկացած կրոնի մեջ չես կարող լրիվ նյութականը մերժես, բայց այնտեղ արժեքային շատ ավելի դրական բաներ կային կենցաղավարության մեջ եւ բանի մեջ, էթիկայի մեջ, օրինակ Սերգի կար, իրանց առաջնորդը պաբլիկյանների Սերգի անունը, ինքը Հյուսոնն էր, ինքը երբեք նվիրատվություններ չէր ընդունում եւ ճոխ կյանքին դեմ էր, ինքը Հյուսոնն էր, ամեն օր իր գործը անում էր, վաստակում էր իր հացի փողը, բայց զուգահեռաբար առաջնորդում էր այդ հսկայական հոգեվոր շարժումը։
եւ մարդիկ տեսնում են, որ այս մարդը ոչ փառքի հետևից անգնում, ոչ նյութական բաների հետևից անգնում, այլ ճշմարտության համարում է, որ ճշմարտություն է քարոզում։ Հիմա ուրիշ հարց է, մենք ընդունում ենք դա ճշմարտություն թե չէ, բայց գոնե էթիկական տեսակետից դա ավելի ընդունել է մարդկանց, քան ցենց կեղեքիչները, որոնք եղել են այն ժամանակվա եկեղեցականներն էլ, գիտեք, էլի նույն ձևի ասել են մենք տեր ու տնօրենն ենք ստեղի, մենք իշխաններն ենք ստեղի, դուք ընդհանրապես ով եք, դուք պետք է մեզ մուծվեք, վճարեք, որ մենք թագավորի պես ապրենք։ Այդ նույնն է եղել։ Այն արժե համակարգը, որը 5 կտակարանյան սերված է եւ հիմքա դրված հայ առաքելական եկեղեցու, այն ժամանակ էլ է նույնն եղել, դրա համար տարբերություն չկա։ Դրա համար էլ տենց հեշտ օտարներին միշտ ծառայել են։ Օսմանյան կայսրությանը փայլուն ծառայել են, պարսկական կայսրություններին, ռուսական կայսրություններին, բայց հենց եկել է սեփական երկիրը, սեփական պետականությունը, սեփական ժողովրդի ընտրած իշխանությանը ծառայելու եւ սպասարկելու հարցը միանգամից ընդդիմացել են եւ թշնամացել են։ Ոնց է եղել, ոչ մեկի մոտ հարց չի առաջացել։ Մեկը մի էլի ժամանակ կար, երբ որ պետականության դեմ այն ժամանակ պայքարում են պապթագավորին թունավորեցին, ասենք ում ամենագաղտնիք։ Իսկ օտար կայսրներին հələ հունազան ծառայել են, հարկահանությամբ են զբաղվել, այդ հարկերը վճարել են այնտեղ։ Լավ, որպես սեփական ժողովրդից են այդ հարկերը հավաքել։ Ես այսպես եմ տեսնում, այսօր այս թեմայով մենք կսահմանափակվենք, որովհետև թեման շատ տարողունակ է, դրա հետ մեկտեղ ուրիշ քաղաքական վերլուծության երևի թե չզբաղվենք, այսօր չվերլուծենք այլ հարցեր, պարզապես որպես ամփոփում այսօրվա մեր զրույցի։ Ինչ եք տեսնում, ով գուցեև եթե դուք մատնանշում եք թե ինչ է եղել, գուցե ինչ որ մեկը պետք է դա անի, ինչ պետք է անի եւ ով պետք է դա անի, այսպես ձևակերպել։ Դա մի հոգու բան չի, դա լուրջ քննարկումների հարց է։ Մենք ունենք փիլիսոփաներ, ունենք աստվածաբաններ, շատերի հետ համակարծիք եմ շատ հարցում, շատերի հետ ընդհանրապես համակարծիք չեմ, բայց մարդիկ են, որոնք գիտելիքներ ունեն, շատերն էլ ինձանից էլ շատ գիտելիքներ ունեն, բայց ես ընդհանրապես հորդորում եմ այդ հարցով զբաղվել։ Ես մեկն եմ, որը որ ինչ որ բաներից տեղական, ինչ որ գիտելիքներ ունի, հորդորում եմ այդ քննարկումը սկսել հասարակության մեջ։ Ինչ քննարկում, ինչ ավելի ռեֆորմների, եկեղեցու ռեֆորմների, դավանաբանական ռեֆորմների, արժեքային վերաքննարկումների, վերջ-վերջը ինչ արժեքների ենք մենք դավանում, որոնք որ ուղղակիորեն կապված են թե կրոնական արժեքների հետ, քրիստոնեական արժեքների հետ, արդեն սերտաճել են, ինչքան էլ որ քրիստոնեությունը դրսից եկած է։ Եվ նաև հումանիստական, մարդասիրական, ֆրանսիական հեղափոխությունից եկած հավասարության, եղբայրության, ազատության, հետո նաև բանի եկած Մարտին Լութերի կողմից ուրեմն տարբեր արժեքներ եւ այլ այդ ռեֆորմիստական շարժումները անդադ եղել են։ Մեզ չեն հասել։ Մենք մի հատ դա քննարկենք, մարսենք, մի հատ հասկանանք ինչ է, գուցե մենք ավելի հետաքրքիր բան ունենք տալու աշխարհին։ Մենք ով է։ Այ ժողովուրդը Հայաստանի մասնակիցները ինչ մասնագետներ պետք է լինեն ըստ ես ասացի, փիլիսոփաներ, աստվածաբաններ, կրոնագետներ, եկեղեցականներ, տարբեր կրոնների ներկայացուցիչներ, տարբեր քննարկումներ լինի։ Այդպիսի քննարկում ես տեսնում եմ դրսում, բայց ներսում չգիտես ինչի։ Տարբեր կրոններ ունենք, տեսնում եմ մահմեդականը լավ տեղեկացված մահմեդական, լավ տեղեկացված քրիստոնյա ինչ որ քահանայի հետ քննարկում են անում, շատ խորքային քննարկում են անում։ Մեծ հետաքրքրությամբ լսում եմ։ Որտեվ մեկը մի փաստարկներ է բերում, որը մյուսը երբեք չի բերել, որ իրան ձեռ չի տվել։ Այս մյուսն էլ սրան է հակադարձում, ու դու ավելի ես ճշմարտությունը տեսնում։ Բայց մեր մոտ տեսել եք այդպիսի քննարկումներ։ Իրար վրա ցեղ շպրտելուց բացի ոնց որ քաղաքական դաշտում է, նույն ձև էլ հիմա կրոն պետություն հարաբերություն, նու կրոն չէ, իհարկե եկեղեցու վերնախավ ավելի շուտ հարաբերություններում է, էլի այսպես իրար անպատվելու, իրար վիրավորելու մակարդակի վրա, որը որ ճիշտ չի։ Բարի, շնորհակալ եմ, փորձենք կազմակերպել նման քննարկումներ, գաղափարը շնորհակալ կլինեմ, ես կարծում եմ մարդիկ էլ ուրախ կլինեն, որ գաղափարը լավն է եւ ընդունելի, Հովսեփ Խուրշուդյանն էր մեր զրուցակիցը, շնորհակալություն պարոն Խուրշուդյան։ Եվ այդ հղումն էլ կուղարկեմ, որ դե եւ նախորդ հաղորդման տակ ես կդնեմ նկարագրության մեջ եւ այս մեծ սիրով։ Ազատ քաղաքացի հասարակական կազմակերպության նախագահ վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն էր այսօր մեր զրուցակիցը, զրուցվար մեր Գայանե Արաքելյանը, բարին ընձեզ։